Ճահճում ապրում էին բազմաթիվ ճահճաբնակ արարածներ։ Նրանցից ոմանք հենց նրա տղմոտ ջրերում էին աչքերը բացել ու արձակել առաջին մանկական ճիչը, իսկ ոմանք էլ իրենց ընտրությամբ այլ վայրերից էին այստեղ տեղափոխվել։ Այսպես զարգանում ու բարգավաճում էր ճահճային հասարակությունը, որքան թույլ էին տալիս նրան նեղլիկ սահմանները և ընձեռած հնարավորությունները։ Բայց մի օր ճահճաբնակներից գորտերին սկսեցին նեղել նեղվածքը և սահմանափակ կարելիությունները։ Ճահճի բնակիչներից ջրասամույրների համայնքը անդադար բողոքներ էր ներկայացնում, թե գորտերն անընդհատ կռկռում են ու գլուխները տանում, ծանրաշարժ դոդոշները միշտ խեթում էին ու դժգոհում, որ նրանք իրենց գլխների վրայով միշտ ցատկոտում են այս ու այն կողմ, անհանգստացնելով իրենց և շեղելով իրենց մտքերը կյանքի մասին իմաստուն խոհերից։ Դոդոշները նաև դժգոհում էին, որ գորտերի թեթևամտությունը վնասում է իրենց ցեղի արժանապատվությանը։ Այսպիսով, իբր քիչ էին ճահճի փոքրության պատճառով առաջացած զրկանքները, մյուս համայնքների արգելքներն ու չի կարելիներն էլ մյուս կողմից էին նրանց խանգարում ապրել այնպես, ինչպես թելադրում էր իրենց գորտային բնույթը։ Եվ մի օր հավաքվում են մի քանի հեղինակավոր գորտեր և գորտաժողովի հրավիրում իրենց համայնքի բոլոր անդամներին։ Երբ բոլորը ներկայանում են, նրանցից մեկը, ցատկան կռկռունցը, բարձրանում է ամբիոն, որն իրենից ներկայացնում էր մի խոշոր ու լպրծուն քար, ճառ ասելու. Կռկռունցների տոհմը մեծ համբավ էր վայելում ճահճում նախնիներից մեկի մեծաճ խեղդողի շնորհիվ։ Սա զբոսնելիս էր եղել ճահճի ափամերձ քարերի արանքում, երբ գլխով զարկվել էր ինչ-որ մեկի ցեխոտ ոտքերին։ Մինչ գլուխը վեր կբարձրացներ քաղաքավարությամբ ներողություն խնդրելու, հանկարծ ոտքերի տերը, որը ոչ ավելի ոչ պակաս արագին մշտաքաղց երկայնավոտն էր, առանց լսելու նրան իսկույն կուլ էր տվել։ Ավելի ճիշտ կուզենար կուլ տալ, բայց մեծաճը ոտքի ցավից այնպես էր ջղաձգվել, որ ձեռքերն ու ոտքերը երկարել էին ու ներսից ակամա մխրճվել էին մշտաքաղցի կոկորդի պատերի մեջ։ Արագիլը որքան փորձում էր կլլել մեծաճին, այնքան նրա ձեռքերն ու ոտքերը ցավից ձգվում և ավելի խորն էին խրվում նրա կոկորդի պատերի մեջ։ Կոկորդում զգացվող անհարմարությունը Արագիլին ստիպում էր կտուցը բաց պահել, և դա լավ էր հարգարժան պարոն կռկռունցի համար, այդպես օդը հասնում էր նրան, փրկելով շնչահեղձ լինելուց։ Նրա մի ոտքը վնասվել էր այն պահին, երբ մշտաքաղցը կտուցով բռնել էր իրեն, և արյունահոսող վերքը սկսել էր այտուցվել և ուռչել։ Միաժամանակ սկսել էր այտուցվել և ուռչել Արագիլի կոկորդը, որը նույնպես վնասվել էր մեծաճի մատների սեղմումից։ Այսպես պայքարը տևեց 10 րոպե, մշտաքաղցն անդադար կլլման շարժումներ էր անում վերջապես կոկորդն ազատելու համար այս ըմբոստ կերակուրից, իսկ մեծաճը ավելի ու ավելի ամուր էր կառչում նրա կոկորդից, որովհետև չէր ուզում, որ իրեն ուտեին։ Թեկուզ դա լիներ իրենց կողմերում մեծ հռչակ վայելող մշտաքաղց երկայնավոտը։ 10 րոպե անց մեծաճի ոտքը և մշտաքաղցի կոկորդը այնքան այտուցվեցին և ուռեցին, որ փակեցին Արագիլի շնչափողը խեղդելով նրան։ Նա տապալվեց ու համեղ պատառի համը կոկորդում հոգին ավանդեց։ Այդպես ձախորդությունը, ինչպես համարում էր մեծաճը իր ոտքի վիրավորվելը, դարձավ իր հաջողության և փրկության պատճառը։ Տես է, ցավից դեռ կուչ ու ձիգ լինելով, բայց հառաչանքը զսպելով մտածեց մեծաճը, փաստորեն կարելի է նույնիսկ վիրավոր ոտքով թույլ չտալ, որ քեզնով նախաճաշեն։ Իսկ ես արդեն սկսել էի մտածել, թե գուցե այլևս իմաստ չունի պայքարել։ Լավ էր, որ դրանից հետո որոշեցի մեկ անգամ էլ ճիգ թափել։ Մի փոքր շունչ քաշելուց հետո մեծաճը, որ վիրավոր ոտքով ոչ մի կերպ չէր կարողանում դուրս պրծնել հանգուցյալի կոկորդից, սկսեց ցավից և տագնապից բարձր կռկռալ, օգնության կանչելով ազգակիցներին։ Եվ նրա հուսահատ կռկռոցը այնքան բարձր էր հնչել, որ լսել էին ոչ միայն ճահճի հակառակ ափի քարերին փռված ու տաքացող պարոն գորտերը,
այլև այդ պահին տղմոտ ջրերի խորքերում շերեփուկների համար օրորոցային երգող տիկին գորտերը։ Նրանք գրեթե բոլորը շտապել էին ձայնի ուղղությամբ և հանկարծակի հայտնվելով լայն բացված կտուցի առջև մի պահ սարսափից ընկրկել էին, բայց հետո հասկանալով կատարվածը իսկույն ազատել էին իրենց քաջ ազգակցին և ջրաշուշանի տերևներից պատրաստված պատգարակով տեղափոխել տուն։ Դրանից հետո ցատկան կռկռունցի հռչակը տարածվել էր ճահճով մեկ և անգամ դրա սահմաններից դուրս էլ, և նրա բարձր կռկռոցի պատվին նրա տոհմը կոչվեց կռկռունց։ Ահա այսպիսի փառաբանված ապուպապի սերունդից էր ցատկան կռկռունցը, որին տեսնելով ամբիոնի մոտ բոլորը կռկռոցները կտրեցին ուշադրությամբ լսելու նրա ճառը։ Ցատկանը բավականին մանրամասն ներկայացրեց իրենց դառն վիճակը, որը առանց այդ էլ բոլորը լավ գիտեին, և կոչ արեց լուծել այս խնդիրը։ Ի վերջո մենք իրավունք ունենք ցատկել մեր ուզածի չափ և մեր ոտքերի ամբողջ ուժով և կռկռալ որքան ուզում ենք բարձր, եզրափակելով իր ճառը, ասաց նա։ Բոլորը համաձայնեցին նրա հետ, և ամեն մեկը իր գլխին եկածը սկսեց պատմել կողքինին։ Սարսափելի մի կռկռոց տարածվեց ճահճի վրա, հարուցելով մյուս համայնքների խիստ դժգոհությունը։ Նույնիսկ մեկը հանդգնեց ճահճի մեջ հայտնված հոտած ու ցեխոտ մի խնձոր նետել գորտերի կողմը, որը խուլ թխկոցով դիպավ ճառ ասող ցատկանի գլխին ու զզվելի չլմփոցով խրվեց տիղմի մեջ։ Այս սրա համար եմ ասում, սիրելի գորտեր, ծանր է մեր դրությունը, բարձրաձայն կռաց նա շփելով հարվածից ցաված ճակատը։ Մենք արժանի չենք այսպիսի պայմանների, եկեք փոխենք մեր իրականությունը։ Ոչ ոք չի գա մեզ գրկի և ձեռքերի վրա օրորելով տանի մի ավելի լավ վայր։ Մեր ցանկալի փոփոխության նախաձեռնությունը պետք է մեր ձեռքը վերցնել։ Այո, ափսոս, որ մենք ապրում ենք այսպիսի փոքր ճահճում, ախ, եթե հասնեինք հարևան ճահիճ, ասում են այնտեղ շատ անգամ ավելի լավ է, ասաց գորտերից մեկը։ Իսկ ես լսել եմ, որ այս լեռներում կա մաքուր ջրով մի լճակ, որտեղ չկան չարաճճի տղաներ, որոնք չար խաղեր են խաղում մեզ հետ, խոսեց մի ուրիշը։ Իսկ ձեզ ինչ, մեջ ընկավ Զազրիկ անունով մեծ դոդոշը, որ մոտեցել ու ականջ էր դնում քննարկմանը։ Միևնույնն է, դուք երբեք չեք հասնի այնտեղ։ Նրա ամբողջական անունն էր Զազրախոս Նենգունի, բայց ով էր այդքան երկար անունն արտասանողը։ Զազրիկն ավելի հարմար էր խոսքի ընթացքում, իսկ ավելի կարճ անուններ սիրողները նրան պարզապես Զրիկ էին կանչում։ Ինչու չենք հասնի, մենք գորտեր ենք, կարող ենք ամեն ինչ, ասաց գորտերից մեկը հակադարձելով Զազրիկին, ապա դարձավ յուրայիններին։ Եկեք գնանք և ապացուցենք բոլորին, որ մենք կարող ենք հասնել այդ լճակին։ Զազրիկի այդ խոսքը, թե չեք կարող, նրանց մղեց ցույց տալու, որ նա անարդարացիորեն է կարծում, թե չեն կարող։ Գնացինք ուրեմն, բոլորս դեպի մեծ մաքուր լճակը, բացականչեցին գորտերը խմբով և սկսեցին արշավի պատրաստություններ տեսնել։ Մենք էլ կանգ չենք առնի այդ մանրամասնությունների վրա, այլ մեր պատմությունը կշարունակենք այն պահից, երբ ամեն ինչ ավարտել էին և շարք կանգնելով պատրաստվում էին երթի։ Դոդոշ Զազրիկը, որ քիչ հեռացել էր նրանցից, դիմեց մյուս համայնքների ներկայացուցիչներին, որոնք աղմուկի վրա հավաքվել էին ժողովարանի մոտ և ծիծաղով պատմում էր ճահճի պատվարժան բնակիչներին գորտերի հիմար նախաձեռնության մասին։ Եվ երբ գորտերը ճանապարհ ընկան, բոլոր նրանք, ովքեր մնացել էին ճահիճում, սկսեցին նրանց ետևից գոռալ. «Հայ դուր եք գնում, գորտեր, դա անհնարին է, դուք չեք հասնի լճակին, հիմարներ։ Ճամփին առանց ջրի արևից կչորանաք, նստեք ձեր ճահճում, սա է ձեր տեղը»։ Թույլ չտանք ուրիշներին որոշեն, թե որն է մեր տեղը, բարեկամներ, մեկուսի գորտերին քաջալերեց ցատկան կռկռունցը։ Մեզնից լավ ոչ ոք չգիտե, թե մեզ համար ինչն է լավ։ Թող խոսեն ինչ ուզում են, իսկ դուք միայն առաջ նայեք լճակի կողմը։ Գորտերը շարունակեցին իրենց երթը, ուրախ կռկռոցներով խլացնելով մնացողների աղաղակները։ Ճահճաբնակներից ոմանք ծիծաղում էին Զազրիկի հետ, ոմանք իսկապես անհանգստանում էին գորտերի համար,
բայց բոլորը ձգտում էին հետ կանգնեցնել նրանց իրենց որոշումից։ Իսկ գորտերը ականջ չէին դնում նրանց կանչերին ու ճահճից հեռացան, ուրախ զվարթ խոսելով ու ցատկոտելով շարժվելով դեպի լիճը, պատկերացնելով ու իրար նկարագրելով, թե որքան լավ կլինի լճի ջրերում։ Ճահիճում մնացածների սրտում սկսեց մի տհաճ միտք ծանրանալ։ Իրենք էլ են դժգոհ այս ճահճից, որը փոքր է, նեղվածք, ջրից միշտ տհաճ հոտ է գալիս եւ իրենք էլ կերազեին մաքուր ջրով ու ընդարձակ մի տեղում ապրել։ Բայց գորտերի այս համարձակությունը երբեք չեն ունեցել եւ միշտ վախեցել են հեռանալ ճահճից, որը թեև այդքան վատն է, բայց այնուամենայնիվ թույլ է տալիս ապրել։ Ավելի շուտ գոյություն քարշ տալ, որովհետեւ միթե սա կյանք է։ Այս փոքրիկ ճահիճում չես կարող գոնե ամբողջ մարմնով մի լավ ձգվել, որովհետև իսկույն ամեն կողմից կդժգոհեն, թե չես տեսնում կողքիդ նստած եմ, ուր ես ոտքերդ խոթում աչքերս։ Չես էլ կարող մեղադրել, իրենք էլ, որ փորձում են ձգվելով թոթափել մարմինը պատած թմրությունը, քեզ են այդպիսի տհաճություններ պատճառում։ Նրանք սկսեցին նախանձոտ աչքերով նայել հեռացող գորտերի հետևից։ Մի տեսակ իրենք իրենցից ամաչում էին, որ երբեք չեն համարձակվել եւ հիմա էլ վախենում են թողնել այս խղճուկ ճահիճը եւ ճանապարհի դժվարությունները հաղթահարելով հասնել շատ ավելի լավ կյանքի այն լճում, որն ընդարձակ է, անուշահամ եւ զուլալ ջուր ունի։ Երանի գորտերը երբեք չմտածեին ճահճից հեռանալու մասին։ Սրտի խորքում տխրությամբ մտածում էին բոլորը, որովհետև նրանց համարձակությունն ասես վիրավորում էր իրենց ինքնասիրությունը, ստիպում հստակորեն զգալ սեփական խղճուկությունն ու վախկոտությունը։ Եվ նրանց այս ծանր խոհերի մեջ իբրև մխիթարություն հնչեցին դոդոշ Զազրիկի խոսքերը։ Կարծում եք տեղ կհասնեն, թունոտ կռկռում էր նա։ Բոլորը կսատկեն առանց ջրի, իսկ նրանց մարմիններն այնպես կչորանան արևի տակ, որ փտած տերևից չես տարբերի։ Այո, անմտություն է նրանց արածը, այս ու այն կողմից համերաշխ ձայնեցին ամենքը։ Դեռ ոչ ոք չի կարողացել դուրս գալ այս ճահճից ու գնալ լիճ հասնել։ Դա անհնար է։ Պետք է գոհ լինես, որ գոնե այսքանն էլ ունես, ասաց ճահճից դուրս ցցված փտած ու գարշահոտ ցողունի վրա նստած մի մոծակ, անունը Խայթոցիկ։ Գորտերն ագահ են, նրանք ավելին են ուզում ունենալ։ Այո, շինծու անհոգությամբ համաձայնեց տղմոտ եւ լպրծուն քարին պարկած մի գունատ տրիտոն։ Միթե արժե անորոշ բանի համար վտանգի դիմել։ Ես զարմանում եմ, թե ինչպես մտածեցին ու երան գնացին, ասաց տղմոտ ոտքերը արևին մեկնած մի ջրասամույր։ Մի հատ չմտածես, բա որ հանկարծ չհասնեինք, բա որ ճանապարհին արագիլ հանդիպի ու վրաներս հարձակվի, բա որ ծարավենք, հազար ու մի խնդիր կարող է հանդիպել, ուր եք այդպես վեր կենում ու գնում։ Եվ որքան շատ էին նման բաներ ասում, այնքան կարծես նրանց սրտերը թեթևանում էր։ Դուք բոլորդ անմիտ նախանձներ եք, հանկարծ ասաց ճահիճի կողքին ընկած մեծ քարին կանգնած ճայ ճախրանը, որ մինչ այդ կտուցը բացուխուփ անելով եւ խոժորվելով լսում էր այս խոսակցությունները եւ ետու առաջ քայլում։ Էդ ինչու է, տղմոտ ջուրը բերանից դուրս հորդեցնելով նեղսրտած ղլթ-ղլթաց Զազրիկը։ Որովհետև դուք բոլորդ նախանձում եք գորտերին նրանց համարձակության համար։ Դուք բոլորդ զզվել եք ձեր ճահճային կյանքից, պարզապես երազում եք լայն, լուսավոր ու պարզ ջրով լճում ապրելու մասին, բայց չեք համարձակվում դրան հասնելու դժվարությունները կրել։ Ամեն ինչ իր գինն ունի, ոչ ոք չի գալու եւ այս գարշահոտ ճահիճը լուսավոր լճի վերածելու։ Դուք եք փոխելու ձեր իրականությունը, որովհետև ձեզնից լավ ոչ ոք չգիտե, թե ինչի մասին եք երազում։ Ասում եք դեռ ոչ ոք չի կարողացել դուրս գալ այս ճահճից ու գնալ հասնել լճին։ Իրականում ոչ թե ոչ ոք չի կարողացել, այլ ոչ ոք չի էլ փորձել։ Իսկ երբ ինչ որ ուղղությամբ քայլ չես անում, տեղել չես հասնում, միթե բնական չէ։ Ինչպես կարող էր մեկը լճին հասնել, երբ չի քայլել այդ ուղղությամբ։ Բացի դրանից, եթե մի բան անցյալում դեռ ոչ ոք չի կարողացել, դա չի նշանակում, թե այլևս ոչ ոք չի կարողանալու։ Մինչև այժմ ոչ ոք չի կարողացել, որովհետև անհնար համարելով բոլորդ ոչ մի քայլ չեք ձեռնարկել։ Իսկ միթե արդար չէ, որ ոչինչ չանելու արդյունքն էլ ոչինչ է եղել։
Դու մոծակ խայթոցիկ, որ գործերին մեղադրում ես ագահ լինելու եւ ունեցածով չբավարարվելու մեջ։ Միթե չես երազում այնպիսի վայրերի մասին, որտեղ կենդանիներն ու մարդիկ շատ են, եւ մի կում արյուն խմելու համար ստիպված չես սմքած փորով օրեր շարունակ քարշ գալ, մինչեւ մի անցորդ պատահի այս կողմերում։ Բայց դու չես ուզում թևիկներդ մի քիչ հոգնեցնել ու ինքդ գնալ այնտեղ, ուր քեզ համար ավելի լավ է։ Սպասում ես պարգևը դինքն իրեն գա, առանց ջանք թափելուտ, դրա համար էլ այդ օրին ես։ Կամ դու, Տրիտոն, որ զարմանում ես, թե ինչպես անորոշ բանի համար գործերը դուրս եկան ճահճից ու գնացին։ Այո, միշտ մի քայլ ձեռնարկելիս դու հաստատ չես կարող իմանալ հաջողությամբ կպսակվի, թե ոչ, բայց սկսելու դեպքում երկու հնարավոր տարբերակ ունես, կամ արդյունքի կհասնես, կամ ոչ, այսինքն հաջողությանդ հավանականությունը 50% է լինում։ Իսկ ասա ինձ, որքան կլինի հաջողությանդ հավանականությունը, եթե շարունակես մնալ նույն տեղում, ոչինչ չանես։ 0%, դժգոհ մրթմրթաց Տրիտոնը։ Ճիշտ ես, 0%, եւ դու 50%-ի փոխարեն նախընտրում ես հաջողության 0% հավանականությունը ու դեռ քննադատում ես գործերին, որ հաջողության հասնելու համար քայլ ձեռնարկեցին ընտրելով 50%-ը։ Եվ դու ջրասամույր, որ զարմանում ես, թե ինչպես գործերը չմտածեցին, բա որ այս լինի, բա որ այն լինի։ Դու էլ ամեն առիթով դժգոհում ես այս ճահճի նեղվածքից, կեղտոտությունից ու գարշահոտությունից։ Սրանից վատ կյանք չես կարող պատկերացնել քեզ համար, բայց չես համարձակվում մի քանի օր դժվարություններ կրել, որից հետո ընդմիշտ փոխած կլինես քո կյանքը, կապրես այնպիսի ջրերում, որոնց մասին հիմա միայն երազում ես, ու քո անգործությունը արդարացնում ես բավորներով։ Իսկ չես մտածում, բա որ ավելի լավ լինի, բա որ այս կեղտից ու տիղմից ազատվեմ, բա որ ամեն առավոտ արթնանալիս ստիպված չլինեմ կոկորդս մաքրել այս գարշահոտ ջրից։ Ինչու ես միայն վատ հեռանկարի վրա կենտրոնանում եւ քո վախերը փոխանցում մյուսներին։ Այնպես որ դուք բոլորդ նախանձում եք գործերին եւ սրտի խորքում կուրախանաք, եթե գործերը վերադառնան ճահիճ։ Չեմ ասում, թե դուք այնքան վատն եք, որ կուրախանաք ուրիշների անհաջողությունից, այլ պարզապես դրանով արդարացված կհամարեք ձեր վախկոտությունն ու անգործությունը։ Իսկ վատն այն է, որ ձեր վախերն ու կասկածները առատորեն փոխանցեցիք գործերին։ Չափազանց վատ է, երբ մարդ մի բան է ձեռնարկում, իսկ 4 կողմից ասում են չես կարող, չի ստացվի։ Համբերենք տեսնենք, թե ինչպես կլինի գործերի դեպքում։ Ես ամբողջ սրտով նրանց հաջողություն եմ մաղթում։ Իսկ գործերը մի քանի օր գնում էին անտրտունջ։ Նրանց ուղակի ձգում էր լճի պատկերը, որ գծել էին իրենց երազանքների մեջ։ Եվ այդ երազանքի պատկերը կարծես չեզոքացնում էր ամեն դժվարություն ու ծանրություն։ Բավական էր գործերն իրենց պատկերացնեին անկաշկանդ ցատկոտելով եւ ուզածի չափ կրկռալով քաղցրահամ ու վճիտ լճի ջրերում, եւ այ քեզ հրաշք, ֆիզիկական դժվարություններն ու զրկանքները դադարում էին զգալ։ Ասես նրանց միտքը անջատվել էր մարմնից։ Մարմինը տառապում էր դժվար ճանապարհի պատճառած անհարմարություններից ու պակասություններից, բայց մտովի նրանք չփչփացնում էին բաղձալի լճի ջրերում եւ ուշ չէին դարձնում մարմնի զգացածին։ Ավելին, ասես մարմինն էլ զգում էր ջրի կենարար հպումը։ Այսպես նրանք ընթացան դեպի բաղձալի լիճը 3 օր։ 4-րդ օրը արևը համեմատաբար ավելի ուժեղ էր այրում։ Բոլորի բերանները չորացան եւ գորտերի շարքերում սկսեցին տրտունջներ լսվել։ Դեռ ինչքան կա մինչև լիճը, հարցնում էին ոմանք։ Վառվեցինք այս արևի տակ, նվաղած ձայնով ասում էին ուրիշները։ Գոնե ճամփին 1-2 ջրափոս լիներ, մի քիչ ուշ հավաքեինք, նոր մեր ճամփան շարունակեինք։ Դիմացեք, սիրելիներ, ոգևորում էր ցատկան կրկռունցը նրանց։ Այո, հիմա դժվար է, բայց մեր այս զրկանքները լի ու լի կփոխհատուցվեն, երբ լճին հասնենք։ Տեսեք, միայն դուք չէ որ տառապում եք, մենք բոլորս այժմ այս վիճակում ենք, մենք միասին ենք կրում ճանապարհի այս դժվարությունները եւ միասին էլ կվայելենք մեր ձեռնարկի պտուղները։ Ցատկանի խոսքը կարծես փարատեց ոգով թուլացածների կասկածները եւ նրանք այդ օրը շարունակեցին ճամփան առանց բողոքելու։
Բայց հաջորդ օրվա կեսին, երբ զրկանքներն ու հատկապես ջրի պակասությունն ավելի սաստիկ սկսեցին նեղել նրանց, բողոքները նորից սկսեցին տարածվել գորտերի շարքերում։ Այս է քանի օր քայլում ենք, դեռ մի կաթիլ ջրի չենք հանդիպել, նույնիսկ քամին լճից ելնող զովը չի բերում այստեղ, որ իմանանք, թե քիչ մնաց, դեռ ինչքան պիտի տարապենք, բողոքում էին մի քանիսը։ Եղբայրներ եւ քույրեր, խոսեց Ցատկանը, հիշում եք, մի քանի տարի առաջ գյուղացի մի տղա սայլով անցնելիս ծիրան էր ուտում եւ վերջում կուտը նետեց ճահճի կողքով անցնող ճամփի մյուս կողմը։ Այն կամաց աճեց, հասակ առավ, իսկ այս տարի արդեն տվել էր իր առաջին պտուղները։ Դուք նման եք նրան, որ կուտը ցանում է հողի մեջ ու քիչ հետո բողոքում, թե իր ծառը պտուղ չի տալիս, որ իր ջանքերն էլ անիմաստ են։ Համբերել է պետք, համբերատարությամբ գործել։ Արածիդ արդյունքին հասնելու համար ժամանակ է պետք։ Դեռ էլի ժամանակ, ասաց նրանցից մեկը։ Սրա անունը թերահավատ էր, բայց անունները կրճատ ասելու սովորությամբ բոլորը նրան թերիկ էին կանչում։ Արդեն չորանում ենք այս արևի տակ, եւ դեռ ինչքան ժամանակ պիտի համբերենք, մինչև ջրի պակասությունից լրիվ հյուծվենք, շունչներս փչենք։ Թերիկ, ինչպես բոլորս, այնպես էլ դու, դիմացիր եւ վերջում չես փոշմանի, ասաց Ցատկանը։ Թերահավատը լռեց ու շարունակեց ճամփան, դժգոհ փնթփնթալով քթի տակ։ Այս խոսակցությունը լավ չանդրադարձավ գորտերի տրամադրության վրա։ Նրանք, որ մինչ այդ ավելի տոկուն էին, 4 կողմից տրտունջներ լսելով, կասկածը նրանց միտքն էլ սկսեց սողոսկել, թե կարող է այնուամենայնիվ անիրականանալի գործ են ձեռնարկել։ Կարող է հանկարծ չհասնեն բոլոր դառնություններին վերջ դնող քաղցրահամ լճին եւ բոլորով իսկապես ոչնչանան 4 ճանապարհին։ Կարող է Ցատկանը լավ չգիտե, թե ուր է տանում իրենց։ Առհասարակ այդ լիճը գոյություն ունի, դեպի որը գնում են այսքան ժամանակ։ Եվ մի քանի օր եւս անց մի վատ երևույթ նկատվեց գորտերի շարքերում։ Շատերն սկսեցին հետ ընկնել ընդհանուրից, հանգստանալու պատրվակով։ Մի քար կամ թոշնած խոտեր որոնել ու ստվերին կանգնել։ Նրանք հավաքվեցին իրար գլուխ եւ կամաց հետ մնացողների բավականին ստվար մի խումբ հավաքվեց։ Նրանք տրտում նայեցին ճամփան շարունակողների հեռացող շարքերին եւ լռում էին ծանր ու հակասական մտքերից։ Վստահ չէին, որ ճիշտ են վարվում, բայց ոչ էլ առաջվա չափ վստահություն ունեին ճամփան շարունակելու համար։ Ի վերջո թերիկը, որ բնականաբար նրանց մեջ էր, համարձակություն առավ արդարացնելու իրենց որոշումը։ Խոհեմ լինենք, եղբայրներ եւ քույրեր, մենք չենք կարող հասնել լճին, դա իսկապես անհնար է, եւ ճամփան շարունակողներն էլ չեն հասնի, կտեսնեք, նրանք բոլորն էլ կամաց հետ կդառնան, ովքեր կդիմանան այդ դժվարություններին ու զրկանքներին իհարկե։ Նա չորացած լեզվով լիզեց ել ավելի չորացած շրթունքները եւ շարունակեց. Մեր ազգակիցներից շատերին էլ չենք տեսնի, շատերը կմեռնեն այդ ճամփին։ Անմտություն են անում, որ դեռ համարում են ու շարունակում ճամփան, հետ դառնանք հասնենք մեր ճահճին, թե չէ կչորանանք, կմեռնենք առանց նրա։ Այն, որքան էլ որ գարշահոտ է ու նեղվածք, բայց մեզ թույլ է տալիս ապրել։ Մենք ավելի շահեկան դիրքում ենք, քան նրանք, որ 1 կամ 2 օր հետո խելքի կգան ու կորոշեն հետ կանգնել այդ խելագար գաղափարից, որովհետև մենք ավելի քիչ ճամփա ունենք հետ դառնալու, քան նրանք, այնպես որ հետ դառնանք, քանի դեռ ուշ չէ։ Հավաքվածները նվաղուն կրկրոցներով իրենց համերաշխությունը հայտնեցին թերիկին եւ այժմ էլ սկսեցին հետ քայլել դեպի ճահիճը։ Նույն զրկանքները կրկին կրելով մի քանի օր շարունակ սողալով այրող արևի տակ, նրանք ի վերջո հասան իրենց ճահիճին ու հետ չլմփացին տղմոտ ջուրը։ Այս տեսարանը մեծ բերկրանք հաղորդեց ճահճաբնակներից շատերին ու հատկապես Դոդոշ Զազրիկին, որ ցնծությամբ կռաց. «Տեսակ, որ ասում էի հնարավոր չէ այս ճահճից դուրս գալ եւ ոչ էլ կարիք կա, բարի վերադարձ բոլորիդ»։ Նրա կրկրոցի չարանենք երանգը վիրավորեց գորտերի ինքնասիրությունը եւ նրանք ծանր մտքերով ու խոժոռ դեմքերով սուզվեցին ծանոթ գարշահոտ ջրերի մեջ եւ ամբողջ օրը չուզեցին մյուսների աչքին երևալ։
Հաջորդ օրերին երևացին եւս մի քանի գորտեր, որոնք արևից չորացած ոտքերը հազիվ քարշ տալով սողում էին դեպի ճահճի ջրերը։ Եվ ամեն մի գորտի վերադարձը ցնծալի աղմուկ էր առաջացնում ճահճաբնակների շարքերում։ Այսպես շարունակվեց եւս 2 օր, եւ հորիզոնում այլևս դեպի ճահիճը սողացող ոչ մի գորտ չերևաց։ Շուտ խելքի եկածները ժամանակին վերադարձան, անպատկար քմծիծաղով ասում էր Զազրիկը, իսկ մնացածները հիմա երևի արևի տակ այնպես են չորացել, որ դարձել են նույնիսկ սոված արագիլների համար անհրապույր ոսկրակույտ։ Գորտերը տխրեցին իրենց հարազատների համար, մի քանի օր սուկ պահեցին եւ կամաց վերադարձան ճահճային սովորական առօրյային, երբեմն դարձյալ բողոքելով իրենց նեղվածքից ու շարժումների կաշկանդվածությունից։ Նրանք դարձել էին ամբողջ ճահճի քննարկման առարկան։ Տիղմի ամեն մի անկյունում, ամեն մի լպրծուն քարի վրա քննարկում ու քննադատում էին գորտերի արարքն ու ձգտումը, փոխելու ի վերուստ իրենց համար սահմանված կյանքը։ Բայց գորտերից մի քանիսը չէին տրտնջում, հասկանում էին, որ սա իրենց ընտրությունն էր։ Իրենք հասան այնտեղ, ուր ամենավերջում որոշեցին գնալ։ Իսկ եթե այնուամենայնիվ ճամփան շարունակեին, գուցե արժե մեկ անգամ էլ փորձել, հոգու խորքում փափագում էին նրանք, ինչը չստացվեց առաջին փորձից, կարող է ստացվել երկրորդ փորձից։ Եվ երասկոտ հոգոց հանելով շարունակում էին մտածել, թեկուզ 3-ից կամ 4-ից, միայն թե իսկապես ազատվենք այս գարշահոտությունից ու նեղվածքից, մեկ էլ այս սրիկա դոդոշի զզվերի չարախնդություններից։ Այսպես մտածող գորտերը ժամանակի ընթացքում սկսեցին ճանաչել միմյանց։ Նրանք ավելի մտերմացան իրար հետ եւ հաճախ էին հավաքվում, քննարկում, թե ինչպես իրենց կյանքը ավելի լավը դարձնեն։ Այս մի քանիսի մոտ դեռ չէին մարել հին երազանքն ու պայքարի ձգտումը։ Գիտեք ինչ եմ մտածում, մի անգամ էլ ասաց նրանցից մեկը, Կռվասերը, որի իսկական անունը Կռավասեր էր, քանի որ մանկուց իր կռկռոցը սիրում էր նմանեցնել ագրավի կռավոցի, բայց մեծանալով իրեն դրսևորեց որպես դժվարությունների դեմ մշտապես կռիվ տվողի եւ գորտերը Կռավասերի փոխարեն սկսեցին նրան Կռվասեր կանչել։ Գիտեք ինչ եմ մտածում, ուրեմն ասաց այս Կռվասերը։ Նախ զարմանում եմ, թե ինչպես թույլ տվեցի, որ կողքի տրտունջները ազդեն ինձ վրա եւ ստիպեն փոխել իմ որոշումը։ Երկրորդ, մտածում եմ, մեր վերադարձով դեռ ոչինչ վերջացած չէ։ Պայքարն ավարտվում է, երբ դու մտածում ես, որ այս է վերջը։ Եվ այդ ժամանակ իսկապես էլ ոչ մի հաջողության հնարավորություն չի մնում։ Իսկ երբ մտածում ես, որ սա դեռ վերջը չէ, քո պարտությունը դառնում է պարզապես հերթական անհաջողություն, ինչը նշանակում է, որ կարելի է էլի փորձել։ Ասածս ինչ է, մենք կարող ենք ձախողված համարել մեր առաջին փորձը, բայց ոչ մեր ամբողջ ձեռնարկը։ Մենք արդեն այդ ճանապարհին բավականին ծանոթ ենք, գիտենք, թե որտեղ ինչ կա եւ ինչի կարիք կունենանք նրանով անցնելիս։ Կարող ենք մեկ անգամ էլ փորձել արդեն ավելի հստակ պատրաստություններ տեսնելով։ Գիտես, Կռվասեր, նրան մոտեցավ գորտերից մեկը ու գրկեց հուսը։ Ինչ վերադարձել ենք, ես էլ այդ եմ մտածում։ Ուղղակի չէի համարձակվում ասել, մտածում էի ինձ կնախատեք։ Ճիշտ ես, մեր վերաբերմունքից է կախված իրականությունը, սա կլինի վերջնական պարտություն, թե հաջողության ճամփին մի ձախողում։ Մյուս գորտերը հավանության կռռոցներ մրմնջացին, եւ այդ իրիկուն որոշվեց այս խմբի հետագա անելիքը։ Իսկ ինչ պատահեց այն մի խումբ գորտերին, որոնք չվերադարձան իրենց հին ճահիճը։ Որքան էլ դժվար էր, նրանք շարունակեցին առանց ջրի, բար կարևի տակ չորացող մաշկով, ծարավից ու սնունդի պակասից տոչորվելով, դանդաղ, բայց համառորեն ընթանալ դեպի իրենց երազանքը, անուշաբույր ու վճիտ ջրով լիճը։ Նրանց առաջնորդում էր ցատկան կռկռունցը, որը փոքրիկ ցատկերով առաջ էր ընթանում, իր հետևից տանելով գորտերին։ Հետևի շարքերում գտնվողները աչք գցելով նրա առույգ ցատկերին ոգևորվում էին ու կարծես մոռանում դժվարությունները։
Եթե իրենցից մեկը կարող է այդպես դիմանալ այս զրկանքներին, ուրեմն իրենք էլ կարող են։ Ցատկանը թվում էր ամբողջ ճանապարհին խուլ էր իրենց շարքերում հնչող տրտունջներին ու թնգթնկոցներին։ Նա բարբերաբար խրախուսող խոսքերով ու սպասվելիք կյանքի հեռանկարով ոգևորում էր իր ցեղակիցներին։ Իսկ նրանց շարքերում հնչող բողոքները ոչ մի կերպ չէին սասանում իր վստահությունն ու վճռականությունը, որ շուտով հասնելու են իրենց բաղձալի լճին։ Ճիշտ է, ամեն անգամ, երբ գլուխը հետ էր դարձնում ու նայում իր հետևից գնացող գորտերի նոսրացող շարքերին, մի պահ մռայլվում էր, բայց իսկույն վերագտնում էր իր առույգությունը և նոր խրախույսներով ոգևորում մյուսներին։ Հանձնվողների ու հետ դարձողների պատճառով չպետք է ավելի կորովի ներնել հուսահատվեն ու հրաժարվեն իրենց նպատակից, մտածում էր նա, ապա բարձրաձայն կանչում. «Առաջ, սիրելի քույրեր ու եղբայրներ, հեռվից արդեն նշմարում եմ լճի ջրերի փայլը, իսկ ճակատիս զգում նրանից փչող զովությունը, որքան գնում ենք, այնքան քիչ ճանապարհ է մնում»։ Եվ գորտերը շարունակում էին, մեկը ընդհատ ցատկերով, մեկը սողալով առաջ ընթանալ։ Համարյա բոլորի մտքում էլ երբեմն գլուխ էին բարձրացնում կասկածներն ու պայքարը թողնելու մասին մտքերը, սակայն տեսնելով մեկը մյուսին իրար կողքի, ցեղակիցներին, որոնք բոլորն էլ հյուծվել էին նույն զրկանքներից, բայց այնուամենայնիվ շարունակում էին առաջ ընթանալ, կարողանում էին հաղթահարել այդ մտքերը և շարունակել մաքարման այդ ճամփան։ Նրանք արդեն կորցրել էին օրերի հաշիվը, թե որքան ժամանակ էին չհեռացել էին ճահճից, երբ հեռվում բոլորը նշմարեցին արևի շողերի խաղը լճի ալիքների վրա։ Արդեն այնքան երկար ճանապարհ էին եկել, որ այլևս իմաստ չուներ հետ դարձի մասին մտածել, և նրանք, ովքեր տատանվում էին շարունակել ճամփան թե հետ դառնալ, վերջնականապես վճռեցին դիմանալ մինչև վերջ։ Նրանց զրկանքները շարունակվեցին ևս մի քանի օր, բայց արդեն ամեն ինչ այլ էր։ Նախ իրենց ուժ էր տալիս գնալով հորիզոնում ավելի ու ավելի տարածվող լճի պատկերը, երկրորդ, որքան մոտենում էին լճին, այնքան ավելի հաճախ էին հանդիպում առվակների, որոնցում հանգստանալով հասցնում էին վերականգնել իրենց չորացող մաշկերի ճկունությունը։ Ճանապարհի մնացած հատվածում պատմելու արժանի բաներ առանձնապես չպատահեցին։ Ցատկանը և մյուս գորտերը մեկը մյուսին ոգևորելով առաջ շարժվեցին ևս 2 օր։ Երկրորդ օրվա երեկոյան նրանք հասան Բաղձալի լճի ափին։ Ճանապարհն անցնում էր մի ժայռի կողքով և շրջադարձ անում դեպի լիճը։ Հեռվից տեսած լիճը թեև վերջին րոպեներին կորել էր տեսադաշտից, մնալով ժայռի հետևում, սակայն նրա մոտալուտ հայտնվելը բոլորն էին զգում, այլևս ոչ ոք չէր կասկածում նրա հասանելիությանը։ Եվ ժայռը շրջանցելով Ցատկանն ու նրա հետ առաջին շարքում գնացողները մի պահ կանգ առան։ Լճի խաղաղ մակերեսին մեղմքամուց առաջացող թույլ ալիքները հյուրընկալ ճողփյունով կամացուկ ողողում էին ափը, բարի գալուստ մաղթելով հոգնած ու հյուծված գորտերին, որոնք սակայն չէին շտապում նետվել ջուրը։ Հետևից եկող գորտերը խմբվեցին Ցատկանի ու առջևից եկողների շուրջը։ Առջևից նայելիս թվում էր, թե նրանց ուսերի վրա նոր գլուխներ էին աճում։ Բոլորով զմայլվում էին մայր մտնող արևի բոսոր շողերով ներկված ջրերի տեսքով, լի ու լի փոխհատուցված համարելով իրենց կրած զրկանքներն ու դժվարությունները, որոնք մնացին ճանապարհի ոլորաններում, փոշոտ ու դժվարին վերելքներին, որոնք այլևս ոչ մի նշանակություն չունեին։ Անցյալի իրականությունը այլևս ոչ մի առնչություն չուներ ներկայի իրականության հետ։ Իմ եղբայրներ և քույրեր, շնչելով թարմոթը խոսեց Ցատկանը, հենց այստեղ ավարտվեցին ոչ միայն մեր ճանապարհի զրկանքները, այլև անցյալի դժվար, պարտադրված սահմանափակումներով լի ազատություններից զուրկ կյանքը։ Ուզածի չափ կարող ենք ցատկել, լող տալ, ձգել ձեռքերն ու ոտքերը, առանց վախենալու, թե հիմա կբողոքեն, որ հրմշտում ենք ուրիշներին։ Կարող ենք զրուցել ու երգել, ինչքան սրտներս ուզում է, էլ ոչ ոք չի բողոքի, թե գլուխներս տարակ ձեր կռկռոցով։ Եկեք այժմ այս զուլալ ու անուշաբույր ջրի մեջ ցատկելով խոնավությամբ պարգևատրենք մեր չորացած մարմիններին, որոնք այսքան ժամանակ դիմացան ամեն դժվարության։ Գորտերը համերաշխ ցատկերով մոտեցան ու մտան ջուրը,
վայելելով նրա թարմացնող ալիքների գքվանքը։ Մի քանի րոպե լուռ ընկողմանելով ափամերձ ջրերում, նրանք երանությամբ տարուբերվում էին մեղմ ծփացող ալիքների մեջ և դիտում մայրամուտը։ Երբ արևի վերջին շողերը հանգան լճի հորիզոնում, նրանք սկսեցին ծանոթանալ տեղանքին ու տեղի բարիքներին։ Այստեղ կային տարբեր տեսակի ու զանազան համերով ջրի մուրներ, միջատներ, որոնց մասին մինչ այս գաղափար իսկ չունեին։ Գորտերը որոշեցին խնջույքով տոնել իրենց հաղթանակը։ Ափամերձ աճած եղեգների արանքում նրանք ճոխ սեղան գցեցին, որը լի էր ամեն տեսակի համեղ կերակուրներով, լճի պարգևած առատ բարիքով, ցանկացած գորտի քիմքին հաճելի։ Երբ բոլորը տեղավորվեցին սեղանի շուրջ, ոտքի ելավ արդեն բավականին առույգացած Ցատկանը ճառով նշանավորելու իրենց այս նվաճումը և նոր կյանքի սկիզբը։ Բարեկամներս, գոհունակ ժպիտը դեմքինը սկսեց նա։ Այսօր մենք փակում ենք դժվարություններով ու բազմաթիվ չի կարելիներով կաշկանդված մեր հին կյանքի վերջին էջը։ Վաղվանից առավոտները կդիմավորենք քաղցրահամ ջրերում, էլ երբեք չենք լսի անբարեհամբույր ճահճակիցների բողոքները, անեծքներն ու հայհոյանքները, կշտամբանքները միայն այն պատճառով, որ ուզում էինք ապրել ինչպես մեր գորտի բնույթն էր մեզ թելադրում։ Այս մեր հաջողության գործում ինչն էր կարևոր։ Մենք էլ էինք բոլորի նման դժգոհ մեր իրականությունից։ Մեզ համար էլ շատ բաներ տհաճ էին, և մենք էլ էինք երազում ուրիշ իրականության մասին։ Բայց հասկացանք, որ միայն բողոքելով ոչինչ չի փոխվում։ Մեր նախնիներից ոչ մեկը բողոքելով դեռ չէր կարողացել որևէ խնդիր լուծել, և եթե սերունդներ շարունակ բողոքել էինք բախտից ու ճակատագրից, մեզ բաժին հասած դժվար կյանքից, ու այդպես էլ մնացել էինք նույն պայմանների մեջ, դա չէր նշանակում, որ եթե մենք ու մեր հաջորդ սերունդներն էլ շարունակեինք բողոքել ու տրտնջալ, դարձյալ մնալու էինք նույն ճահճի գարշահոտության ու սահմանափակումների մեջ։ Որոշում և գործել, այդ թե ինչն եմ ես գնահատում նախ և առաջ մեր մեջ։ Մենք որոշեցինք և գործի անցանք։ Եվ իսկապես, սիրելիներ, ում էր պետք մեր կյանքը ավելի լավը դարձնել, եթե ոչ հենց մեզ։ Մեզնից լավ ով գիտեր, թե ինչ էր մեզ պետք։ Մեզնից լավ ով գիտեր, թե մենք ինչ ենք ուզում։ Հետևաբար պետք էր մեր իրականության նախաձեռնությունը մեր ձեռքը վերցնել, ոչ թե անորոշ սպասել, թե երբ մի լավ բան տեղի կունենար մեր կյանքում։ Ինքն իրեն ոչինչ տեղի չի ունենում։ Ինչու պիտի մի բան լիներ, երբ մենք ոչինչ չէինք անում։ Ու պետք է հաշվի առնել, որ երբ չես համարձակվում ինքդ մի բան անել փոխելու քո իրականությունը, այն նույնը չի մնում, այլ գնալով վատանում է։ Այս ամբողջ ընթացքում ճահիճը դարձել էր ավելի գարշահոտ, ավելի խիտ բնակեցված ու չափազանց նեղվածք, բոլոր ճահճաբնակները դարձել էին ավելի փնթփնթան, էլ ինչ ավելի լավի հույս կարող էինք մենք ունենալ։ Ցատկանը ջրի մուրներով աղցան լցրեց իր տերևե ափսեի մեջ, մի փոքր կերավ և շարունակեց։ Բայց տեսեք ինչն էր հետաքրքիր։ Բոլորը բողոքում էին մեզնից, անիծում, երազում, որ վերանար մեր ցեղը, չլինեինք իրենց կողքին, բայց հենց որոշեցինք այդպես էլ անել, բոլորը սկսեցին համոզել, որ չհեռանանք, սկսեցին ծաղրել, ծիծաղել, ամեն կերպ ազդել մեզ վրա, որ մնանք նույն ճահճի մեջ։ Բոլորն ասում էին, թե չենք կարող հեռանալ, թե մեր տեղը այդ գարշահոտ ճահիճն է։ Բայց մենք հիմա տեսնում ենք, որ կարողացել ենք, այս լճի ջրերը վկա։ Ուրեմն միշտ հիշենք, կարևոր չէ, թե ուրիշները ինչ են մտածում մեր և մեր կարողությունների մասին, կարևորը մենք ինչ ենք մտածում մեր մասին։ Իրենք չափում են իրենց կարողություններով ու երբ մտքում համոզվում են, որ իրենք չեն կարող, կարծում են, թե բոլորը չեն կարող։ Եվ հետո ես զգում էի, որ նրանք նաև վախենում էին, թե հանկարծ կկարողանանք հեռանալ, հասնել լճին և դա իրենց համար ցավոտ ապտակ կլինի, որ երբեք չհամարձակվեցին փոխել իրենց կյանքը։ Եվ հետո այն խոսքը, որ ասում էին մի քանիսը, թե մեր տեղը հենց այդ ճահիճն է, ինձ համար շատ ցավալի էր հնչում։ Հասկանում եք, նրանք որոշել էին, թե որն է մեր տեղը։ Մեր կյանքը մենք ենք ապրում, բայց նրանք էին որոշել, թե ինչպիսի պայմաններում պիտի ապրենք։ Եվ վտանգավորն այն էր, որ նրանց այդ խոսքը կարող էր ազդել մեզնից շատերի վրա։ Դրա համար, որքան նրանք այդպիսի մտքեր էին ասում,
այնքան ես շտապում էի հեռանալ ճահճից, քանի դեռ նրանց խոսքը սերմեր չէր գցել ձեր մտքի մեջ։ Ցավոք, ինչպես տեսնում եք, մեզնից շատերը իրոք կուլ տվեցին այդ խայծը։ Նրանք այդ պահին համակվելով ընդհանուր ոգևորությամբ դուրս եկան մեզ հետ, բայց կասկածն արդեն կարճել էր նրանց մտքից։ Այդ պատճառով շատերը, զգալով դժվարությունները, ճանապարհի կեսից հետ դարձան, որովհետև հավատացել էին Դոդոշ Զազրիկի ու մյուսների խոսքերին, թե իրենք ոչինչ էլ չեն կարող, որ իրենց տեղը ճահիճն է եւ նման անհեթեթությունների։ Երբ քեզ ասում են դու թույլ ես, խղճուկ մեկն ես, չես կարող բան փոխել եւ այլ նման բաներ, քո ձեռքն է հավատալ դրանց, թե չհավատալ։ Մենք չհավատացինք նրանց եւ չթողեցինք, որ մեր միտքը զարգանա այնպես, ինչպես իրենց այդ խոսքերն էին թելադրում։ Այստեղ ցատկանը մի կում արեց ջրաշուշանի հյութից, կոկորդը մաքրեց եւ շարունակեց. Ձեզ մի գաղտնիք եմ բացելու։ Երբ ճամփի կեսին մերոնց շարքերում տրտունջներ ու բողոքներ սկսեցին լսվել, մի պահ ուզում էի հակադարձել, որ չի կարելի այդպես մտածել, բայց նրանք շատ էին եւ վիճելով նրանց հետ դժվար թե կարողանայի հակառակը համոզել, այնինչ գուցե շարքերում մեկուսի հնչող բողոքները ավելի համոզիչ հնչեին ձեր ականջներին, եթե ես վիճաբանության մեջ մտնեի նրանց հետ։ Այդ պատճառով որոշեցի ոչինչ չասել նրանց։ Ի վերջո ամեն ոք ինքն է որոշում, թե ինքն ինչի է արժանի։ Նրանք արդեն որոշել էին, որ իրենք ճահճային պայմաններին էին արժանի եւ հետ դարձան։ Չլիներ հանկարծ, թե իրենց հետ ձեզնից մի մասին էլ տանեին։ Բայց նրանց տրտունջներն ու բողոքները ազդում էին նույնիսկ ինձ վրա։ Մեկ-երկու անգամ եղավ, որ նույնիսկ ես մտածեցի. իսկ կարող է իսկապես իմաստ չունեն մեր այս չարչարանքները, կարող է իսկապես չկարողանանք։ Մանավանդ ինձ համար թանկ բարեկամների տրտունջները լսելուց էի ավելի թևաթափ լինում եւ այդ ընթացքում երազում էի երանի խուլ լինեի եւ չլսեի նրանց։ Եվ մի միտք հղացա, որոշեցի իսկապես խլանալ, դե ժամանակավորապես։ Ճանապարհի թփերից մեկից տերևի կտորներ պոկեցի, ճմրթեցի ու խցկեցի ականջներս։ Այլևս ոչ մի բողոք ու տրտունջ չէի լսում։ Բայց դա լուծում էր միայն ինձ համար։ Եթե ոչ ես, ապա դուք էիք լսում նրանց խոսքերը, եւ սկսեցի ես էլ իմ հերթին ձեզ ոգևորել, ասել, որ մենք կարող ենք, որ ճանապարհի զգալի մասն անցել ենք, որ մենք քաջարի գործեր ենք եւ մեր կրած դժվարությունների դիմաց ունենալու ենք սքանչելի արդյունքներ։ Հենց այն ամենը, որ բայելում ենք այժմ։ Այդպիսով դուք ոչ միայն բողոք էիք լսում, այլ նաեւ խրախուսանք եւ ընտրություն կատարելու հնարավորություն ունեիք։ Մերոնցից շատերը ցավոք ետ դարձան։ Ինչ արած, դա նրանց ընտրությունն էր։ Այս ամբողջ ճանապարհին ես հետաքրքիր խոհերի էի տրվել։ Պարզվում է, մենք այն ենք, ինչ մեր միտքն է մեր մասին։ Քիչ առաջ ասացի, կարևոր չէ ուրիշները ինչ են մտածում քո մասին, կարևորը դու ինչ ես մտածում քո մասին։ Տեսեք, մյուս ճահճաբնակները մտածում էին, որ անհնար է ճահճից հեռանալ եւ չէին էլ փորձում։ Չէին փորձում, չէին հեռանում։ Հետևաբար իրենք ճիշտ էին։ Հեռանալու փորձ չանողի համար անհնար էր հեռանալ ճահճից։ Մեր ցեղակիցներից շատերն էլ ճանապարհին մտածեցին, որ չեն կարող հաղթահարել զրկանքները եւ ետ դարձան։ Իրենց մտքերն էլ ճիշտ դուրս եկան, որովհետեւ իրենք էլ չկարողացան։ Իսկ մենք մտածեցինք, որ կարող ենք դիմանալ եւ անպայման կհասնենք հաջողության, եւ ահա ինչպես մտածում էինք, այնպես էլ եղավ։ Դրա համար էլ եղբայրներ եւ քույրեր, զգույշ եղեք ձեր մտքերի հանդեպ։ Մտածեք այն մասին, ինչ ուզում եք ունենալ, ինչի ուզում եք հասնել, ոչ թե այն մասին, ինչը տհաճ ու անցանկալի է ձեզ։ Ճահիճում շատերը բողոքում էին բախտից, ճակատագրից ու արարչից, թե ինչու ենք մենք այս պայմաններում, ինչու այս ճահիճն այսքան գարշահոտ է ու փոքր։ Նախ խոսեմ բախտի ու ճակատագրի մասին։ Դրանք չեն որոշում մեր իրականությունը։ Մեր վաղվա բախտն ու ճակատագիրը կախված է մեր երեկվա քայլերից կամ անգործությունից։ Անգործությունն էլ իր հետևանքն ունի։ Մենք երեք եւ նախորդ օրերը քայլեցինք դեպի լիճը եւ այսօր հասանք այստեղ։ Այդպիսով փոխեցինք մեր վաղվա ճակատագիրը։ Վերջ, սիրելիներ, այսուհետ մենք վայելելու ենք այս գեղեցիկ լճի բարիքները, իսկ նրանք, ովքեր ոչինչ չարեցին իրենց կյանքը փոխելու համար,
Դարձյալ հասան այսօրվան, բայց վաղն իրենց աչքերը նորից բացելու են այն գարշահոտ եւ իրենց համար ատելի միջավայրում։ Այդ նույն արդյունքին է բերում նաեւ կիսատ արված գործը։ Տեսեք, այստեղ մեր կողքին չեն այն գործերը, որոնք մեզ հետ անցան ճանապարհի կեսը միայն։ Իսկ արարչից բողոքելը ինչ իմաստ ունի։ Նա մեզ տվել է ձեռքեր, ոտքեր, գլուխ եւ միտք, մտածելու թե ինչպես լուծես քո խնդիրները։ Միթե նա պետք է երկնքից իջներ եւ մեր խնդիրները լուծեր։ Ցատկանը մեկ կումել արեց ջրաշուշանի հյութից։ Եվ այս ճանապարհի ընթացքում մտածում էի նաեւ վախի մասին։ Ինչ է վախը, ինչպես է այն ազդում մեր մտքի վրա, եւ արդյոք մենք վախենում ենք իրականության մեջ եղած բանից, թե վախենում ենք իրականում գոյություն չունեցող բանից։ Ինչու մյուս ճահճաբնակները երբեք չէին համարձակվում հեռանալ ճահճից դեպի ավելի լավ վայրեր։ Բոլորը գիտեին, որ քիչ հեռվում կար ավելի մեծ ճահիճ, կար այս լիճը։ Նրանք վախենում էին, որ թշնամու կերակուր կդառնան ճանապարհին։ Այնինչ մենք ոչ մի թշնամու չհանդիպեցինք մեր ճամփին։ Այսինքն այդ թշնամիները գոյություն չունեն իրականում, բայց բոլորը վախենում են նրանցից։ Հետևաբար նրանք վախենում են մի բանից, որն իրականում չկա, այլ գոյություն ունի միայն իրենց մտքերի մեջ։ Շատերը վախենում էին նաև ձախողվելուց, վախենում էին, որ չեն հասնի, ճամփին կհյուծվեն արևի տակ ու կմեռնեն, որ սոված մնան, ծարավեն, եւ իրենց վախերը եղած դժվարություններն իրենց աչքում մեծացրել, անհաղթահարելի բան էին դարձրել։ Բայց ոչ մեկս ճանապարհին չմեռանք, չէ, հյուծիչ արևից, սովից ու ծարավից։ Մինչդեռ իրենց վախերն ինչ համառությամբ էին մեզ փոխանցում։ Ու նաև նրանք բոլորը վախենում են մեկը մյուսի քննադատությանն արժանանալուց։ Հանկարծ կձախողվեն եւ բոլորը կծաղրեն նրանց, կասեն, որ անմտություն էր իրենց արածը։ Բայց հաջողությունը ձրի չի տրվում։ Դրա գինը բազմաթիվ ձախողումներն ու զրկանքներն են։ Սխալվելը հաճելի բան չէ, բայց դա է ճիշտ ճանապարհը գտնելու միակ եղանակը։ Ամենամեծ սխալը սխալվելուց վախենալու պատճառով ոչինչ չանելն է։ Պատկերացրեք, մենք վախենայինք, որ ճահճից հեռանալը սխալ կլինի եւ այդպես էլ չհամարձակվեինք ճամփա ելնել։ Մինչեւ այժմ պետք է այն գարշահոտ ճահճում լինեինք։ Բայց չտեսնելով, թե ինչի կարող էինք հասնել համարձակվելու դեպքում, այդպես էլ չէինք հասկանա, թե որքան մեծ սխալ էր վախենալը եւ քայլ չձեռնարկելը։ Եվ գիտեք, ինչու եմ ձեզ բոլորից սիրում, իմ քաջ գործեր ու գործուհիներ, որովհետև դժվարության մեջ մնացիք իմ կողքին, ինձ հետ հավասար կրեցիք նույն զրկանքները։ Ճիշտ է, դրանից ես ավելի պակաս չէի ծարավում, ու մաշկս ավելի քիչ չէր չորանում բարք արևի տակ, բայց գիտակցումը, որ մենք միասին ենք, այդ ամենն ավելի տանելի էր դարձնում։ Այն, ինչ կարող է միայնակ մեկին անհնարին թվալ, լիովին հնարավոր կթվա ընկերների հետ։ Դե ինչ սիրելիներ, մեզ բոլորիս մաղթում եմ բարի վայելում մեր այս ձեռքբերման։ Մենք մեր քրտինքով ու ջանքերով վաստակել ենք այս իրավունքը։ Հիմա ճահիճում մնացածները շարունակելու են բողոքել անարդարությունից, թե ինչու են ոմանք ավելի լավ վայրերում ապրում, իսկ իրենք ոչ։ Ինչպես մենք էինք նախկինում դժգոհում, բայց ամենևին անարդար չէ։ Անարդար կլիներ, եթե նրանք, որ ոչ մի ջանք չգործադրեցին եւ զրկանքներ չկրեցին, հիմա այստեղ վայելեին լճի զուլալ ու անուշաբույր ջրերը մեզ հետ, որ անցանք այդ դժվարին ճանապարհը։ Ուրեմն այսուհետ երբեք չբողոքենք անարդարությունից։ Եթե ինչ-որ բան մեզ դուր չի գալիս, մենք կարող ենք փոխել մեր իրականությունը։ Դա արդեն ինքներս մեզ ցույց տվեցինք։ Երբեք չվախենանք ձախողում կրելու կամ սխալվելու հեռանկարից, սպասվելիք զրկանքներից։ Բոլոր հաջողությունները գտնվում են մեր վախերից ու դժվարություններից այն կողմ, պետք է պարզապես անցնել դրանց մյուս կողմը։ Ցատկանը ջրաշուշանի հյութով բաժակը մոտեցրեց շուրթերին։ Ուրեմն վախերի ու դժվարությունների կենացը, որոնք հաղթահարելով միայն հնարավոր եղավ հասնել մեր երազանքին, եւ մեր կենացը, որ հաղթահարեցինք այդ ամենը։ Մեր կենացը եղեգնուտի վրա տարածվեցին գործերի ցնծալից բացականչությունները։ Նրանց կրկրոցը հրավառության պես ճեղքեց իրիկնացող օրվա լռությունը։ Այդ երեկոն տարավ իր հետ մոտ ու հեռու անցյալի բոլոր դժվարությունները։
Նոր կյանքի առաջին լուսաբացը, որ դիմավորելու էին հաջորդ առավոտյան, բերելու էր իրենց նվիրական երազանքների վայելումը լճի զուլալ ու քաղցրահամ ջրում, բայց նաև նոր որակի մարտահրավերներ ու խնդիրներ։ Բայց գորտերն այլևս չէին վախենում դժվարություններից, քանի որ դրանց հաղթահարումը ել ավելի էր գեղեցկացնելու իրենց կյանքը։ Կարևորը, նրանք արդեն գիտեին հաջողության գաղտնիքը։ Եթե ուզում ես փոխվի կյանքը, պետք է ինքդ փոխես, ճակատագրիդ նախաձեռնությունը վերցնելով քո ձեռքը։